Բարև ընկերներ եւ ոչ միայն ընկերներ։ Այսօրվա նյութն է ով հայ ժողովուրդ քո փրկությունը քո միասնականության մեջ է։ Սա շատ պարզ նախատեսություն է, բայց հայերը, ասենք 6000 տարի կրկնում են։ Ես վստահ եմ Հայկ Նահապետն էս ասել է, Արտաշես աշխարհակալ, ես եմ Տիգրան Մեծ, ժամանակակիցները Ռաֆի, Չարենց, էլ մարդ չկա, որ այս նախատեսությունը ասած չլի, բայց հետաքրքիրը նորից կրկնում ենք։ Նույնիսկ Արձաքանդյանի եւ Խզմալյանի կողմնակիցներն էլ այս նախատեսությունը կրկնում են։ Հիմա ինչ է, շատ հեշտ է երևում, բայց շատ բարդ է, թե մենք ենք ազգովի դեբիլացել։ Այսօրվա խոսակցությունը սրա մասին է։ Ուրեմն, որովհետև տեսնենք ինչքան պարզ է այս նախատեսությունը, ես բերելու եմ մի քանի օրինակներ։ Առաջի օրինակ ես սկսում եմ մի հատ մաթեմատիկական տվյալով, որ հիմնականն է կալկուլոսի։ Այս ինչ է ասում։ Ասում է, եթե գոյություն ունի մի ֆունկցիա, այս կարմիր գիծը, անսահման x, այսինքն x-ը մեծանում է, եւ այս ֆունկցիան անսահման x-ի մեծության դեպքում ինքը մոտենում է, նայեք այս ֆունկցիան մոտենում է անսահման դեպքում լինելու է l, անսահմանության դեպքում ֆունկցիայի չափը l է, ապա ինչ որ մի փոքր թիվ, որ անուն դնում ենք էպսիլոն, այսինքն մենք ուզում ենք տեսնենք, որ այս l-ը, այսինքն l-ից էպսիլոնի չափ բարձր կամ էպսիլոնի չափ ցածր, երբ այս ֆունկցիան լինում է այս երկու սահմանների արանքում, ապա այդ գոյություն ունի մի հատ x, որ այս x-ից հետո է տեղի ունենում։ Այսքան հեշտ։ Հիմա որովհետև օրինակով բացատրեմ սա ինչ է նշանակում, պատկերացրեք մի հատ ավտո ունենք, ավտոյի վրա մի հատ գիծ ենք քաշում, որ L սանտիմետր, ասենք կես մետրա հատակես կամ 1 մետր։ Այս ավտոն ինգնում է փոսի մեջ եւ շարունակում է, Երևանյան փոսերի մեջ ինգնում եւ շարունակում է իր ճանապարհը։ Եվ դուք զգացել եք, որ ավտոն, որ ինգնում է փոսի մեջ, ուրեմն տատանումները գոյություն ունենում ավտոյի մեջ, մինչև ասենք մի ժամանակ հետո այս տատանումները մարում են եւ ավտոն կանգնում է նորից, ավտոն որ շարունակվում է նորից իր այս կետի բարձրությունը մինչև կետին էլի չափ է, հասկանալի է։ Ուրեմն հիմա եթե ավտոյի համար ասենք եթե մենք ասում ենք երբ որ ավտոյի տատանումները կինգնի +2 միլիմետր այս էլից բարձ եւ -2 միլիմետր այս գծի ցածր չափերի մեջ, այսինքն ստեղ 2 միլիմետր է, սա 2 միլիմետր է։ Ուրեմն մի հատ ժամանակ կա, որ այդ ժամանակից հետո տատանումները ընկնում են +-2 միլիմետրի սահմանում։ Այսքան հեշտ։ Դուք էլ հասկացաք, չէ՞։ Այս կանոնը արդեն կալկուլոսի հիմնական կանոններից է։ Այդ կալկուլոս, որ լրիվը կանգատվում են համալսարաններում, ինժեներներն են սովորում, մաթեմատիկոսներն են սովորում։ Հիմա մի հատ ջոկ պատմեմ, մի քիչ ուրախացնեմ ձեզ։ Ասում եմ մի հատ, այսինքն հեշտ լինելու մասին։ Մի հատ կին իր տղին տանում է դնում է երկաթագործի մոտ աշակերտ, որ սովորի։ Տղեն մի օր աշխատում է, կալսատուն, այն մարդ, որ մերը քնատեղից արթնացնում է, որ տղեն է նորից աշխատի, տղեն ասում է չեմ եթում, ասում է ինչի չես եթում, ասում է սովորել եմ։ Ասում է ոնց ես սովորի։ Դուք մի օր ես ընդեղելի։
ասում եմ գործը չունի երկաթ դնում ենք տականում կարմրում հանում ենք չափկճով խփում ենք երկարացնում ենք լումա խորովածի շիշ տափակացնում ենք լումա փախ գնա երեկվա իմ ռոճի աշխատավարձնար ես էլ չեմ էտում սովորել եմ նետամ ինչ անեմ մերն էտումա երկաթագործի մոտ վրա ասում որ էլ տղես չի կա աշխատանքի ասում ինչի ասում սովորել եմ երկաթագործն ասում ո՞նց է սովորել ասում հա երկաթ դնում ենք կարմրում հանում ենք չակուճով խփում ենք երկարացնում ենք լումա քյաբաբի շիշ տափակացնում ենք լումա փախ այդ վարպետը ծաղում ասում շանլակոտը ինքի սովորելա ոչինչ մորելա սովորացրի հիմա լրի վարձը գալիս է որ այս բաներ որ մենք այսքան հեշտ այսինքն այս նախատասությունը ով ժողովուրդ քո փրկությունը քո միասնականության մեջ է ուրեմն եթե նորից կրկնում ենք ուրեմն չենք հասկացել ինչ է այս հիմա կամ թե շատ բարդ է կամ էլ ինչ որ մի բան կա որ մենք չենք հասկանում կամ չենք ուզում հասկանանք դրա համար այս միասնականությունը ես կապում եմ միության հետ եւ մի քանի օրինակներ կբերեմ միությունից եւ ես ոնց եմ հասկանում միությունը իսկ հետո նորից կվերադառնանք այս հարցին ուրեմն սենց միություն ասած հասկացողությունը ես սովորել եմ Շվեդիան իր առօրյա կյանքը հիմնված է միությունների վրա ամեն ինչը ընթանում է միությունների մեջ մի հետաքրքիր բան պատմեմ ես որ եկա Ստոկհոլմ եւ ընդունվեցի աշխատանքի պոլիտեխնիկում 7 հատ լաբորատորիայի ես իր պատասխանատուն էի մի հատ շատ հետաքրքիր դասախոս ունեինք Թորե Սոդերլիդ անունով մի օր եկավ ինձ ասավ որ Միքայել ասենք ուրբաթ օր էր ասավ Միքայել վաղը կգաս ես տանեմ մեր միությունը իրար հետ տանք մեր միությունը ես էլ կմանի գալիս մի հատ առիթի հետևից որ շփվեմ շվեդացի հետ որ արագ իմ լեզուս ճանապարհինգնի ասի իհարկե կգամ պայմանավորվեցինք առավոտվա 9:30-ին ինձ համալսարանի կանգառի մոտ 9:30-ին այնտեղ կանգնած Թորեն եկավ իր մեքենայով նստեցինք 10-15 րոպե այնքող հասանք մի հատ մեծ սրահ էր գնացինք ներսը ահագին մարդ էր 50-60 հոգի մարդ էր հավաքված եւ Թորեից հարցրեցի ասի այս ինչ միություն է ասավ այս միությունը պարսկական գորգ ղալի սիրողների միությունն է Ստոկհոլմին այ քեզ բան հիմա մար հետաքրքիր էր այսինքն պարսկական ղալի սիրողների միություն օքեյ 10-ին արդեն սկսվեց դասախոսությունը նստեցինք մի ժամ դասախոսություն էր հետո մի 15 րոպե արդեն կոֆե խմելու իրար հետ զրույց տալ որ հետո նորից մի ժամ դասախոսություն լիներ այդ կոֆե խմելու ժամանակ որ իրար հետ կոֆե վերցրեցինք որ խմենք Թորեն ինձ մի հատ մարդ ցույց տվեց ասավ որ շատ ինչ են ասում արիստոկրատ հագնված է շարժ ու ձև է ասավ գիտես ով ասու չէ Թորը ես ընդամենը նոր եմ եկել Ստոկհոլմ մարդ չեմ ճանաչում ասավ ես թագավորի հորեղբայրն է Պրինց Բերտիլը ասենք զարմանալու բան Պրինց Բերտիլն էլ պարսկական գորգ սիրողների միության անդամ է ուրեմն այդ միության մեջ մենակ թագավորն էր պակսում ամեն ծևի մարդ կար դասախոս կար Պրինց Բերտիլն էլ այդտեղ ես վստահ եմ այդտեղ մեխանիկ կար թաքսու շոֆեր կար ես եմ ուշչիչ կար ամեն ծևի մարդ 60 հոգի մարդ այդտեղ հավաքվել են ամենը չի կարող արիստոկրատ լինի ուրեմն դասախոսությունը վերջացավ ու ես մի 3 անգամ այդ միությունը գնացի իսկ հետո աշխատանքս փոխվեց ու չշարունակեցի իրանք գիրք են տպում Թորեն իմ համար մատ այդ գրքերից նվեր առավ որպես հիշատակ որտեղ իրար հետ աշխատել ենք ուզում էր մի բան տվածել էր հետաքրքիր էր այդ գրքի ներսը Քամարու
գորգերի նկարը կար ինֆորմացիոն կամարի գորգերի մերս ինքը գործող էր մեկ գյուղում կամարու գորգերին ասում են մահի 12 մետ մահի խալի էր մահի պարսկերեն լմացուկ այդ գորգերի վրա ձկի նկարներ կար բայց ամեն ինչին նման էր բացի ձկի բայց հետաքրքիր է կամարու խալիների մասին հետաքրքիր ինֆորմացիան իրա գույնն էր որ իրանք բնական մատերիալներով թել ենենց են գույնում որ գույնը մեջից չի հետում դա համար նորություն էր այսինքն դες իշքան հետաքրքրված են մարդիկ որ ասենք Քաշանի գալի կա որ հրաշ կա կամ Թաբրիզի գալին որ հրաշ կա դրանց մոտ նույնիսկ անդրադարձել են կամարու գալիներ ուրեմն որ ասում ենք միություն ինչ ենք հասկանում այդ միությունն ինչ էր այդ միությունը այն մարդիկ են գալիս այդտեղ որ իրանք են գալիս ոչ ոք չի ստիպում այդ երկու ժամը որ այդ միության մեջ են ամենին հետաքրքրում է պարսկական գալիները ուրիշ ոչինչ ոչ պոլիտիկից են խոսում ոչ ֆուտբոլից ոչ էլ ուրիշ բանից դասախոսության ժամն էլ որ վերջանում է պրինց Բերտիլն է թվում պալատ թորեն ինձ բերում կայարան որ բուսով ու մետրով է տամտուն մեխանիկն է թվում գործի հետևից կամեն մե տաքսի շոֆերն է թվում իր տղին է տանում մի հատ ուրիշ միություն այսպեսով Իսկ հետագայում ես այսինքն այդ երրորդ տարին էր որ ես գտնվում եմ Շվեդիայում հետագայում երեխեքս մեծացան ֆուտբոլին ուզում խաղեն ֆուտբոլի միություն կար լրիվ շվեդի ֆուտբոլները արդեն շվեդի ֆուտբոլը 20 տարի է որ պրոֆեսիոնալ է դրանից առաջ միություններով էր միությունների մեջ էր այս ֆուտբոլը եւ եթե շվեդի ֆուտբոլի թիմերը նայեք ամեն թիմի վերջանում է ասենք Malmö FF FF elma football forening ֆուտբոլի միություն իսկ ֆուտբոլի միությունը ոնց է ասենք այստեղ ոչ չոքի չեն բարձրացնում իմ տղիս որ տանում էի ասենք 20 հոգի 30 հոգի երեխա են որ մեր թաղից ֆուտբոլ են խաղում իրանց տրեներներն էլ հին ընդրանք են որ ուզեցել են ֆուտբոլիստ լինեն չեն հաջողի արդեն երեխեքին իրանց տղերքն էլ գալիս են տեղ խաղալու եւ ամեն գործերը մենք ենք անում այդտեղ մենք աշխատող չունենք ասենք տարին 1-2 անգամ ինձ հերթեր ասնում որ ֆուտբոլի սպիտակ գծերը գծեմ ամեն մատերիալ կար այդ մենք գծում ենք հետաքրքիրս մեր հարևանը իր տղեն տարիքով մեծ էր եւ մի անգամ գնացինք իր հետ Շվեդիայի արդարադատության մինիստրի տղեն նույն ֆուտբոլի թիմի մեջ էր ասենք արդարադատության մինիստրն էլ նույնիսկ երբ իր հերթն է գալիս ինքը գալիս է այդտեղ գծերը գծում ֆուտբոլին ինքը շատ անգես կարող է փող տա մեկնանի ոչ փողի պատմությունա ոչ ասեմ պրեստիժի պատմությունը մարդիկ հարգում են իրանց միությունները եւ հետո աշխատանքի տեղը իմ աշխատակիցների լսեցի որ իրանք ունեն օրինակ Արագաստանավերի միություն Արագաստանավը շատ թանկ բան է այսինքն ամեն ընտանիք չի կարող դրանից ունենալ ուրեմն 30-40 հատ ընտանիք հավաքվում են 5 հատ 6 հատ նավ են առնում Եվ նավը ամեն ինչ Արագաստանավեր ամեն ինչ իրանք են անում, եթե գույնել պետք ունի, ծմերը պետք է ջրից անեն, ամառը պետք է ջուր նետեն, եւ այսպես, այսինքն ժամ դու կարող ես ժամ վերցնես, ընտանիքով մենակ ու մեծ որ ուզում ես, այդ նավեր օրինակ մեկ ժամ դու ես մեկ ժամից հետո մի հատ ուրիշն է տանում կամ կեսօր դու ես կեսօր հետո ուրիշն է տանում, այսպեսով մարդիկ միությունների իրանց աշխատանքը իրանց հետաքրքրությունները միությունների մեջ անցնում օրինակ թոշակառուներն ունեն իրաց միությունները եւ ինչու եմ թոշակառու բանանում օրինակ բերում հետո կասեմ ինչու ուրեմն թոշակառուների միությունը ինքը կարող է
ասենք մի քաղաքում կամ մի հատ թաղամասում ունեն իրենց միությունները, իսկ հետո կա միությունների միությունը, լրիվ Շվեդիայի, որ ֆորբունդա կոչվում, ես թոշակառուները կարող են, ասենք խոսում են, ասենք ապահովագրական ֆիրմաների հետ, կոմպանիների հետ, որ օրինակ տան ապահովագրումը, մեքենայի ինշուրենսը, դրանք ամեն իրանք բան են առնում, զեղչ են առնում։ Նույնիսկ եթե բիձեքը որ այդ գնդիկներ կա, գցում են, որ գնդիկը պիտի խփեն իրար կամ իրար մոտ էլի, այդ գնդիկ խաղալու միություն կա։ Ամեն ինչը միություններով է, ամեն ինչը, ասենք կարելի ասել շվեդական կյանքը կազմակերպված է միությունների միջոցով։ Իսկի միություն կա, ես իմ չմուշ քշելու միություն կա, հետաքրքիր ամեն ինչ։ Ուրեմն ես առաջի անգամ Շվեդիայում հասկացա միություն ինչա եւ մի քիչ համեմատեմ Պարսկաստանի մեր միություն հասկացողության հետ։ Օրինակ մեր թաղում կար Սիփան միություն հեղափոխությունից առաջ, իսկ հեղափոխությունից հետո ավելացավ Սանահին միությունը, այս միությունները կոչվում են մշակույթային միություն, հետո սարքեցին մարզամշակույթային միություն, որտեղ հիմնականում այդտեղ մարզանք էր, ավելի լավ կարելի ասել, որ թաղի երիտասարդություն հավաքվում են, այդտեղ դա շատ լավ բան էր։ Եվս վերջերը մի հոգի ծաղրում էր, ասում էր, այսինքն երկու միությունների տարբերությունն, ասում էր Սիփան միությունի քյաբաբը եւ Սանահին միությունի հավը։ Այսինքն խնջույքները, բաները։ Ուրեմն սենց, այսինքն եթե շվեդի հաշվով, եթե ասենք մշակույթային միություն, այսինքն շվեդ, լրիվ շվեդ։ Ուրեմն, հիմա այս միությունների հասկացողությունից հետո մենք զարմանում ենք, որ մարդիկ չեն հավաքվում, օրինակ եթե մենք դժգոհ ենք պետությունից եւ ուզում ենք պետությունը փոխենք, ամեն այսօրվա Հայաստանի օրով, այսօրվա Պարսկաստանում չի տարբերվում, մենք նույն ազգն ենք։ Վերջը այս ոդքասթների վերջը կիմանաք, որ մենք նույն ազգն ենք, ոչ չիչով չենք տարբերվում իրարից։ Ժողովուրդ չեն հավաքվում, որ պետությունը փոխեն։ Դժգոհ են, բայց ոչ ոք մոտ չի գալիս։ Իսկ ինչու է սենց եղել։ Անցած անգամ ես ասացի, որ շատերն ասում են, որ մենք հեղափոխություն ենք արի խաբվել ենք։ Օրինակ Պարսկաստան ասում են Խոմեյնին մեզ խաբեց, Հայաստանում ասում են Նիկոլն մեզ խաբի։ Բայց արդյոք խաբել են։ Նիկոլ խաբել է։ Հիմա ստեղ մի 3 հատ օրինակ կբերեմ, որ իմանաք իմ նպատակս ինչ է, երբ որ ասում եմ խաբել են թե չեն խաբել։ Օրինակ Պարսկաստանում հեղափոխությունը այսինքն հաղթեց 3 ամիս իմ զինվորական ծառայությունը վերջանալուց հետո։ Իսկ արդեն 6 ամիս էր, որ այդ հեղափոխությունը եռում էր, այսինքն ես դեռ զինվորական ծառայության մեջ էի։ Ես դասավանդում էի կոմունիկացիոն Պարսկաստանի ժանդարմերի աֆիսերական համալսարանում։ Իմ սենյակս, որտեղ շատ մարդիկ են գալիս իմ մոտ, նույն դրանք ինչ կոմունիկացիոնի բաներն ուտրուսնիկներն ռեմոնտ անում։ Իմ սենյակը շատ էցածող գալացող կար, դրա համար էլ ինձ գրատարանը, այսինքն մեր մասի գրատարանի սենյակը ինձ տվել է շատ մեծ գրատարան էր, մեծ գրատախտակ ուներ։ Նույնիսկ ես շատերին այդտեղ ֆիզիկ, մաթեմատիկա եւ քիմիայի դասավանդում 10-20 հոգի մարդկային, որ մասնակցում են, այսինքն առանց որ 1 կոպեկ ես փող առնեմ դրանից։ Օրը 3 ժամ դասավանդում էի, իսկ 3 ժամից հետո ազատի մինչև որ այսինքն ծառայողական ավտոբուսներով նստենք ենք տուն։ Իսկ աֆիսերների սենյակը կողի շենքում էր։ Իհարկե, մեկ-մեկ էլ այդ մի աֆիսերների սենյակը, որ զրուցենք իրար հետ իմ աշխատակիցներն են։
Բայց ասենք մի 4-5 ամիս մնացած հեղափոխության մի քանի անգամ գնացի օֆիցերների շենյակը 8 հոգին, տեսա իրար գլխի հավաքված ինչ որ հաշիվներ են անում։ Չուզեցա իրանց խանգարեմ, այդ մի ցածի հարկը մեր կոլոնել մի հատ մեր հրամանատարները, հրամանատարի սենյակ շատ հաճելի մարդ էր, իրար նստում ենք զրուցում ենք 10-15 րոպե, որ հետո նորից ես այդամ դասավանդելու։ Մի օր որ եկա օֆիցերների սենյակը, ինձ հետաքրքիր էր, ինչ են անում սրանք, ասի տղերք, ինչ եք անում։ Ասում որ հա Խոմեյնին ասել է որ եթե ես եկա նավթի փողը կբաժանեմ ժողովրդի մեջ։ Հիմա մենք բաժվում ենք, ինչքան ամեն մեկից կհասնի, եւ մի շարք հաշվարկներ արել ենք, բայց կարծում ենք օրինակ գյուղացին որ 10 երեխա ունա, պիտի ավելի լավ կլի որ ընտանիքների մեջ բաժանեն։ Ինձ հետաքրքիր է, ասի ո՞նց է հաշվում։ Ասում որ հա ամիսը օրը 5 միլիոն բոշկա տակար նավթ արտադրվում, ամեն մեկ բոշկեն 30-ը բազմապատկում ենք եւ բաժանում ենք ամեն մեկից մեջ, ասենք 35 միլիոն ժողովրդի մեջ։ Այդտեղ ես հարց տվեցի, ասի խո 5 միլիոն որ մենք արտադրում ենք, 5 միլիոնը չենք ուղարկում, չենք արտահանում։ Ներսն էլ ինքը մենք նավթ պետք ունենք, օրինակ 1 միլիոն բոշկան կարող է ներսի համար են օգտվում։ Ասում հա, դա էլ հնարավոր է։ Հետո իրանցից հարցրեցի, ասացի իսկ դուք որ հաշվել եք, իշքանա փող մնում, եթե Խոմեյնին ուզա բաժան։ Ասում ինձ այդքան ինչ աշխատավարձ ենք ստանում, մենք այդքան էլ նավթից կհասնա մեզ։ Ինձ հետաքրքիր էր, հարցրեցի իրանցից, որ արդյոք դուք ծախսերն անել եք դուս։ Ասում չէ։ Ասում ոնց թե չէ, այդ $30 ամենքի բան չի, ծրի չի, այդտեղ ծախս ունի, նավթը պետք է արտահանեն, նավթը պետք է տանեն մինչև այնտեղ որ պետք է նավերը կան իրան արտահանեն, հետո փողից մի մասը պետք է պրոսպեկտերին գլի, ասենք մանքան նոր նավթի հորեր ճարեն, ասում չէ, դրանք հաշիվ չեն կարի, մենք ուղղակի 5 միլիոնը բազմապատկում ենք 30-ի եւ բաժանում ենք 350 միլիոնի։ Հետո իրանց ասի խո ժողովուրդ Պարսկաստանի միակ եկամուտը համարյա մեծ մասը նավթի փողն է։ Այսինքն ձեր աշխատավարձը որ պետությունը տալիս է նավթի փողից է։ Եթե ձեզ նավթի փողը ձեզ տան, ուրեմն դուք էլ աշխատավարձ չեք ստանալու։ Ամենը ես մնացին, մեկը ինձ պարսկերին ասում է մեկը էլ թո հատման, բայց բեզանի թու զող, ասենք անպայման պիտի բան ասես, որ մեր ուրախությունը միջից տանես։ Նայեք ժողովուրդ, սրանք Պարսկաստանի օֆիցերներն են։ Սրանք սենց են հաշվում։ Խոմեյնին ասրա նավթի փողը կտամ, իրանք էլ նստել են, բաժանում են 35 միլիոնի կամ ասեմ քանի հատ ընտանիքի եւ այսինքն ոչ մի անալիզ, ոչ մի բան, Խոմեյնին շատ բան ասի։ Մի հատ հաշվեք տեսեք ինչա դուս գալի տակը։ Էլի ասում եք Խոմեյնին խաբել է, ես չեմ կարծում խաբած էլի, ոչ։ Այդ մեր անգրագիտության հետևանքներ, եթե հավատում ենք, որ հեղափոխությունը ճիշտ չի գնացի։ Հայաստանից Ուրեմն ես Հայաստանի մասով իսկի ակտիվ չէի, ինձ երկրաշարժից հետո այնց հուսահատվեցի, որ իսկի հետաքրքիր չէր Հայաստանից։ Ամուլսարի պրոբլեմների ժամանակ ես էլ արդեն աշխատանքս վերջացրել էի, սկսեցի հետաքրքրվել, մինչև եկավ հեղափոխությունը։ Հեղափոխությունի առաջի օրվանից իմ աղբորս տղեն, որ Պարսկաստանում ապրում, հակառակում էր։ Ես իր հետ այն ժամանակ հալատեր ասենք ինտերնետով կապվում ենք կամ թե ինտերնետով խոսում ենք իրար հետ։ Ինք շատ հակառակ էր, ասում էր ես ճանաչում եմ սրանց, իսկ իմ ասածներն էր, որ աղբեր ջան, սրանց ժամանակ պիտի տանք որ գործեն։ Հետո բան անենք։ Ինքն ասում էր չէ։ Հետո ինքը ինձ ասա, որ սրանք զորոսական են, ես իրանց մեկ-մեկ ճանաչում եմ։
օքեյ, զորոսական ես արդեն ուրիշ ծև սկսեցի մտածել, որտեվ զորոսականներին ես շատ լավ գիտեմ։ Ինքը աղբորս տղեն ասում էր, որ Նիկոլը խապել է, հետո որ խոսում ենք, ասենք 6 ամիս հետո։ Նիկոլն ասում էր ոչ մուկը պլստա, ոչ զուգը կպլստա, ամենին կպրնեմ, կպերեմ, կկախեմ, փողերը կառնեմ, կբաժանեմ, այսինչ կանեմ։ Եվ արդեն պարզվեց, որ 5-6 ամիս հետո պարզվեց, որ այդ գործերի հետևից չի ինքը ընդհանրապես չի։ Իսկ վերջի անգամ, որ խոսում է աղբորս տղի հետ, սենց բացատրեցի իրան։ Ասեմ, նայի, եթե Նիկոլի տեղի եսի էլի, ժողովուրդին ուզեմ հավաքեմ, ինչ պիտի ասեի։ Ուրեմն ես կասեի սեն, ժողովուրդ, արդեն դուք տեսնում եք, որ դժգոհ եք պետությունից, պետությունն արդեն թալանում է երկիրը, երկիրն արդեն շատ վատ վիճակի մեջ է, պիտի դուրս գանք եւ տապալենք այս պետությունը եւ կարգուկանոնի հրավիրենք ամեն ինչ։ Բայց եթե դուրս գաք ցույցերի, դուք գիտեք ինձ պետությունը մարտի 1-ը ձեզ օրինակ, որ 10 հոգի սպանեցին, ձեզ կարող է միլիցիայը ծեծեն, այնպես որ ինքնեք հիվանդանոց, կարող է ձեզ ձերբակալեն, գցեն բանդարկեն, կարող է նույնիսկ կրակեն, սպանեն։ Ասենք դու պիտի գիտենաք, որ դուս եք գալիս, ինչ է սպասում։ Իսկ եթե հաղթեցինք, այն ժամանակ ձեր աշխատավարձը մնում է, հենց այդքան ինչ ստանում եք, օրը 8 ժամի փոխարեն 12 ժամ պիտի աշխատեք, ՀՏՄ-ի կտրոններ պիտի տաք, եւ այլն եւ այլն։ Եվ եթե սենց ասես ժողովրդին իրականությունը, ցես թվում է ինչ մի հոգի դուս կգարի մեծ, չկասես մարդը գիժա։ Ոնց է։ Իսկ ստեղա որ հեղափոխություն եւ կլասիկ զարգացում իրարից տարբերվում են։ Հեղափոխությունների ժամանակ ցանկացած մարդ որ դուս է գալիս իր պահանջներն ունի։ Թոշակառուն ուզում էր թոշակ 2 անգամ բարձրացնեն, ես իմ ուշչիշտ իր թոշակն ուզում բարձրացնեն, այնից ծառերը կտրում էր, տանում էր, ծախում էր, միլիցիան իրան բռնում էր, հիմա ուզում է ծառ կտրի առանց են, որ միլիցիան բռնի եւ այսպես։ Եվ այստեղ որ խնդրեմ առաջանում։ Իսկ երրորդ օրինակը ես կբերեմ Շվեդից։ Դեռ հեղափոխություն չի լինում 4 տարին մի անգամ մենք ընտրություններ ունենք։ 3 ամիս մնացած ընտրություններին սա կուսակցությունները գալիս են այդ այստեղ քաղաքը կենտրոններով է սարքած, այսինքն մի անգամից տարածված չի։ Մի հատ տեղավոր այդտեղ տուն ու խանութ ու ամեն ինչ կա, իսկ հաջորդ կենտրոնը դու օտոբուսով կամ մետրոյի կանգառը հաջորդ կենտրոնա դուրս գալիս, այդպես որ Մոսկվա է։ Ուղիղ ասնեն այդ բանով է սարքած։ Ուրեմն իրանք գալիս են այնտեղ շատ ժողովուրդ կա, տնագներ են տնում ցանկացած կուսակցություն եւ ինֆորմացիա են տալիս, որ ինչ պիտի անեն, ինչ չպիտի անեն։ Ասենք եթե Հայաստանին մի հատ էս կուսակցություններից ասեր, որ ես ձեր թոշակը 2 անգամ կբարձրացնեմ։ Գիտես թոշակառուն ինչ կաներ։ Կզանգեր համ միլիցիա, համ գժանոց։ Գժանոցից կգային սիպտակ շորերից կավր թևերը չունի։ Դրանից կակցնին այդ ասողին եւ ուղղակի միլիցի բանով գտանին գժանոց։ Որովհետև այդտեղ սուեդացին գիտե, դու չես կարող մեկ աշխատավարձը 2 անգամ բարձրացնես։ Աշխատավարձ բարձրացնելու դու բյուջե կարիք ունես, գիտ բյուջեի համար դու պետք է, ասենք եթե մեկն ուզում ես 2 անգամ աշխատավարձ բարձրացնես, ուրեմն ուշչին չէ պետք է աշխատավարձ տաս, բժիշկին չէ պետք է աշխատավարձ տաս։ Ուրեմն այդ բաներն այստեղ չի անցնում։ Դրա համար էլ այստեղ խափում են, բայց խափելը մի քիչ ուրիշ մակարդակի, Հայաստանի ու Պարսկաստանի մակարդակի չի որ նավթի փողն ենք բաժանում, Պարսկաստան Խոմենին ասում էր օտոբուսները, ջուրը, էլեկտրականություն, ամեն ինչը ծրի է։ Ժողովուրդն էլ ընդունում են, հալած յուղի տեղ։ Իսկ մի հոգի չէր մտածում, օքեյ, հիմա նավթի փող բաժանեցին, բայց ճանապարհները ոնց են սարքում, քաղաք ոնց պետք է զարգանա։ Իրանց թվում է թե պետությունը մա տպարան ունի, տպում է դուս է տալիս, ոչ, տենց չի։ Այդ փողը կամ պիտի կա երկրի հարստություն ռեսուրսներից, կամ պիտի կա թաքս հավաքելուց։ Իսկ Եվրոպայի կամ զարգացած երկրների մեր երկրների տարբերությունն է, որ եվրոպացին օրինակ ես այստեղ թաքս եմ տալիս։ Սարսափելի բարձր թաքս։
Մեր ժամանակ ես 65% իմ աշխատավարձն էդ մեր tax 40% ես իմ աշխատավարձից եմ վերցնում 25% էլ ինչ որ առնում ենք, այսինքն VAT են ասում։ Անուղղակի tax։ Հիմա եթե մի հոգի մի հատ ինչ որ ինչ են ասում պետական հիմնարկում համարցակվեր իմ այդ թթու խոսար։ Ես եմ իր աշխատավարձ տալիս։ Իրանք այդ գործը չեն անում, բայց եթե ուզենան էլ անեն, չեն համարցակվի։ Իսկ Պարսկաստանում պետությունը ժողովրդի հետ գործ չունի։ Փող պետք ունի մատ նավթի, մատ ուրիշ նավթի օրենք անում են ոչ ժողովուրդը, պետության հետ գործ ունի ոչ պետությունը ժողովրդի հետ։ Հիմա մի քանի բառ ինչի տարբեր կուսակցություններ որ ասում են դուս արեք ցույցի որ Նիկոլին տապալեն կամ Պարսկաստանում ես եմ Զանզենդեգի ազադից վերջի այսպես ասած հեղափոխության փորձը չհաջողվեց, պատճառն ինչա։ Պատճառն է դա որ խոսք որ ժողովրդին տվել են, ժողովուրդը ասում են որ չեն կատարում։ Ժողովուրդ կարող է անկրակետել են, կարող է շուտ խավեն, կարող է թերհավատ լինեն, բայց ժողովուրդը էշ չեն։ Հիմա այստեղ մի հատ նորից ջոկ ասեմ, մի քիչ զվարճացնեմ։ Ասում մի հատ մարդ ծմերն ավտոյով եթում էր, մի հատ իր անիվների ծակվում է 8 դուս է գալիս։ Շատ ցուրտ օր էր, ինքը կանգնում է ավտոն, ուրեմն զապազը պիտի հանի եւ անիվ փոխի։ Անիվի պտուտակներ որ հանում է դնում է գետին, զապազը փոխի, վտը կպնում է տեղ, ինքը մի հատ առու էր, որ վրեն երկաթե գալեր էր գցած, այդ պտուտակներն ինքը դրան ներս է։ Այս մարդը ձեռը չի եթում, ինչ անում է որ դրան հանի, դուս չի գալիս, ասում կան անհնարին էր։ Դիմացը փողոցի են կողմ այդ մեծ դարպաս էր, դարպասի գլոխը մի հատ սենց բետոնե բան էր դրած, մի հատ մարդը ցրտին նստած էր բետոնե բանի, այդ ինչ է, այդ դարպասի գլխի բետոնե բանի վրա նստած էր այդ մարդը։ Ես էլ նստա չարչարվում է, չի չարչարվում այդ մարդը ընդեղից ասում է նայի ընկեր, ասում է ամեն մի հատ անիվից, մի հատ պտուտակ անի, անիկ 3 անիվ 3 պտուտակ ալում, այդ զապազը այդ 3 պտուտակով կարող ես բնդացնես, կամանց կեթաս միջև մետեղից 4 հատ պտուտակ կարնես գլրացնես։ Այս մարդը զարմանք տանում է։ Այդ մոմոտ տեսնա էսովա, դա ինչ է, այդ թաբլոն կար խփած էր պատի վրա, այդ մովը նայա դրան, այդ նստած մարդն ասում է մի նայ գժանոց է։ Ասում է իսկ դու, ասում է ես էլ գիժ եմ, էշ չեմ։ Հիմա ժողովուրդին ասում են արեք դուս հեղափոխություն անենք։ Okay, մեկն ասել Հայաստանին եթե ասեմ, օրինակ Թևանյանն է, որ արդեն իր Պոչն էթում է դեպի Քոչարյանու բան որ ժողովուրդ զզված են դրանից։ Իսկ ես մեկողից էլ Արապապյանն է դուս եկի ասում որ ես գնացել եմ Ամերիկայի հետ խոսացել եմ, արդեն ամեն ինչ պատրաստ է, բայց ախպեր ջան, Ամերիկայի հետ խոսացել ես պատիվ քեզ, բայց թուղթի բանը պիտի ցույց տաս, ախը տենց ոչի։ Օրինակ ես ասեմ դուրս արեք, ես ձեզ բան անեմ, ես արդեն այլ մոլորակների հետ խոսացել եմ Թուրքիան ու ես եմ Ադրբեջանը վերևից այրելու ենք լրիվին Հայաստանը ինչ արեմ մտա Հայաստան աշխարհի կեսը ինչ որ սիրուն տեղ կա ես կտամ հայերիդ կընդունեք դուք նույնիսկ դուք կընդունեք որ օրինակ ես ասեմ տան ռեմոնդանող է ձեր տանիքը ծակվել է անձրևա գալիս ջուր գալիս է ներս ես ասում եմ կգամ կսարքեմ իսկ դուք ոնց կընդունեք այդ ինձ ես հարցնեք ախպեր երբ կգաս երբ ես սկսում երբ ես վերջացնում իշքան ծախս ունի առաջի բան այդ կարծնեք Նիկոլն եկել ասում է կբռնեմ երբ կբռնես արդեն 6 տարի անցնում ես մեկին էլ չես բռնի Հիմա իմ ասածս լրիվ դրանց որ ժողովրդին ասում են դուս արեք մեր մեջքին կանգնեք եւ զարմանում են որ դուս չեն գալիս ախպեր
Եթե ուզում եք ժողովուրդ ձեզ կան, դուք կոնկրետ պիտի ասեք, եթե ռուսներին դուս արեցիք, Ամերիկայի զորքը պիտի ցույց տաք, որ Թուրքիա կանգնած է, ռուսները որ դուս ելան, իրանք ներս են մտնում։ Ռուսներին դուս արեցիք, Թուրքիան մտավ, հետո ասեն ժողովուրդ կոնկրետ պիտի իմանա ինչ է սպասվում։ Եփ մարդը գուզում բռնեկն հարուստներին եք ուզում կուլակա թափանեք, եփ 3 ամիս սրանց բռնում ենք, դատում ենք, հաջորդ 3 ամիսը իրանց փողերն ունեցվածն ենք առնում, իսկ հետո իրանց կամ ուղարկում ենք ծմահ սահմանամերձ գյուղերն աշխատելու կամ գնդակարում ենք կամ բան, ասենք մարդիկ պիտի իմանան, 3 ամիս հետո պիտի սրանք բոլորը բռնված են, նստած են։ Կանենք, հա, կանես, կարող եմ մի օր Նիկոլը մի հատ բանի ասում էր, ես չեմ մանում հիմա ինձի 6 ամիս ավել ժամանակ կտակ, 6 տարի ավել ժամանակ կտակ, մինչև ծմա ես նստած եմ այստեղ մարդկանց բռնեմ կամ փողերը հետ առնեմ։ Ուրեմն ժողովուրդը էս չեն, ժողովուրդ ճիշտ են անում։ Եվ ժողովուրդը հասկանալով դուրս չեն գալիս, ոչ թե չեն հասկանում։ Այդ որ մենք ասում ենք, որ այ հայ ժողովուրդ քոն փրկությունը քոն միասնականության մեջ է, ըստ շատ բարդ նախատեսությունը, շատ բարդ։ Ամեն մի բառի համար կարելի է 2 ժամ խոսալ։ Բայց այսքանը ես խոսացի մենակ միության դուրս գալ, դուրս չգալու, հեղափոխություն անելու դրա մասին։ Իսկ մնացածը հետագա ծրագրերի մեջ ես կասեմ, որ ամեն մի բառը ոնց պիտի անալիզ անել։ Ուրեմն այսօր այսքանը, մինչև նախ չմոռանամ ասեմ, որ այսօր միություններից խոսացի։ Իսկ շատ շուտ, այսինքն հաջորդ ծրագրերում ես կխոսամ կուսակցությունների մասին եւ կարծում եմ, որ հետաքրքիր ինֆորմացիաներ ձեզ կարողանամ տալ։ Այսօր այսքանը, հաջողություն։